կյանքում կարողանալ ձեր ընթացքը ճիշտ դասավորել, ու այդ ընթացքը միշտ Աստծո ներկայությամբ է, ուղղությամբ, օգնությամբ։ Այսօր Նինոցմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում տոնական ու հուզիչ մթնոլորտ էր։ Այստեղ էին հավաքվել Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի ավարտական սաները, նրանց ծնողները, ուսուցիչներն ու հյուրերը, մասնակցելու վերջին զանգի հանդիսավոր արարողությանը։ Եկեղեցու խաղաղ ու հոգևոր միջավայրում ամփոփվեց երեխաների կրթական ու ստեղծագործական ճանապարհի կարևոր մի փուլը։ 46 ավարտական ունենք, դե իհարկե դա մի խումբ չէր, կար պատմության խումբը, բարի խումբը, անգլերենի խմբից ունենք, երգչախմբից ունենք, մի խոսքով տարբեր խմբակներ էին, որ այս տարի այս երեխաները իրենց ավարտեցին մեր կենտրոն այցելելը, պիտի գնան ուսման դրա համար, թե չէ իրենք ցանկանում են, որ նորից գան, արդեն դե մեծացել են, պիտի գնան ուսանող են դարձել և շուտով պիտի գնան ուսանելու և բնականաբար արդեն լքեցին մեր կենտրոնը, 46 երեխա և մինչ այս պատմության մեջ ամենաշատ շրջանավարտ այս տարի ենք ունեցել, 46 հոգի միանգամից ավարտեցին, մենք այս տարիների ընթացքում փորձում ենք իրեն սովորեցնել թե հայոց պատմություն, թե հայերեն պարել, արտասանել, թե նկարչություն և նաև անգլերենի խմբակ, անգլերենի լեզվով նույնիսկ հայոց պատմություն ենք սովորեցրել, մի խոսքով և բնականաբար արդեն իրենց ճանապարհները ընտրել են, պիտի գնան սովորեն, թող Աստված օրհնի իրենց, օրհնության կարգ կատարեցինք շրջանավարտների, մեր շնորհակալությունը հայտնեցինք Կարմեն Թաթուլ Ղաշնյան եղբայրների, որ հովանավորում են մեր մշակութային կենտրոնը, մեր շնորհակալությունը հայտնեցինք Վիրայոց թեմին, որ մեր թիկունքին կանգնած է և մասամբ հովանավորում է և բնականաբար օրհնեցինք երեխաներին, իրենց ծնողներին, ուսուցիչներին, մաղթելով նրանց իմաստուն կյանք, լավ ճանապարհ, ինչ փորձություն էլ որ լինի, հաղթանակած դուրս գան։ Միջոցառման ընթացքում հոգևոր հովիվ Տեր Արմաշ Քահանա Պողոսյանը օրհնեց շրջանավարտներին, նրանց մաղթելով հաջողություններով, ձեռքբերումներով ու նոր հաղթանակներով լի ապագա։ Իր խոսքում նա կարևորեց գիտելիքի, ազգային արժեքների և հավատքի դերը երիտասարդների կյանքում, կոչ անելով վստահ քայլերով շարունակել իրենց ընտրած ճանապարհը։ Այսօր քաղաքի եկեղեցում հավաքվել ենք Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի սաներս, ավարտական սաներս։ Այսօր պետք է կայանա մեր վերջի զանգի արարողությունը և մեր հոգևոր քահանան Տեր Արմաշը պետք է մեզ օրհնի, որպեսզի մենք ունենանք ապագա և մեր ճանապարհը շարունակենք։ Ուզում ենք մեծ շնորհակալություն հայտնենք մեր բարերարներին, ովքեր ֆինանսավորում են և օգնում են մեզ անցնել այս ճանապարհը Ռաֆայել Ջավախը և մեծ շնորհակալություն հայտնել մեր Տեր Արմաշ քահանային և նրա ամբողջ կոլեկտիվին, ուսուցչական կոլեկտիվին, ովքեր մեզ օգնեցին անցնել այս ճանապարհը և մի փոքր ավելի լայնացնել մեր գիտելիքը թե հայոց պատմության և թե Հայաստանի եկեղեցու պատմության մեջ։ Շնորհակալ ենք նաև այն առումով, որ մենք ավելի նոր ասպարեզում կարողացանք մեզ ցույց բերել և գիտելիքը զարգացրենք։ Հանդիսության ավարտին շրջանավարտներին հանձվեցին պատվոգրեր։ Այս տարի կենտրոնն ավարտեց 46 սաներ՝ պատմության, պարի, անգլերենի, երգչախմբի և այլ խմբակներից։ Երեխաները շնորհակալություն հայտնեցին իրենց ուսուցիչներին ու ծնողներին, իսկ միջոցառումն ավարտվեց ջերմ շնորհավորանքներով և ապագայի հանդեպ մեծ հավատով ու լավատեսությամբ։ Անկավապարաժի, ուր ոչ կորհու բազում